Ողջույն բոլորին, այսօր միասին պատրաստում ենք կատնաշոռով և թթվասերով պատրաստվող շատ համեղ, փափուկ, սիգարետ կամ գլանակ թխվածքաբլիթներ։ Եթե ձեր երեխաները չեն սիրում կատնաշոռ, ապա պատրաստեք նմանատիպ թխվածքաբլիթներ, վստահեցնում եմ, որ շատ կհավանեն։ Այս բաղադրատոմսով կատնաշոռով թխվածքաբլիթները ստացվում են չափազանց համեղ, ուստի կարող եք միանգամից պատրաստել կրկնակի չափաբաժնով։ Խմորը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ թթվասեր և 1 ոճ լիքը թեյի գդալ սոդա։ Այս ամենը մի լավ խառնում ենք, մինչև սոդան ակտիվանա և զանգվածը փրփրի։ Սոդան շատ ավելացնելու դեպքում թխվածքաբլիթները շատ կուրջ են և գույն էլ թխվածքաբլիթների կստացվի բավականին մուգ, այնպես որ սոդան ավելացնելիս մի փոքր զգույշ եղեք։ Այստեղ ավելացնում ենք 1 ձու, 1 պտղուն ծաղ և վանիլին, այնուհետև 100 գրամ հալեցրած կարագ և այս ամենը մի լավ խառնում ենք։ Թխվածքաբլիթները թխելու համար մեզ անհրաժեշտ է 350-ից 400 գրամ ալյուր, կախված թթվասերի խտությունից և հավկիթի մեծությունից։ Ամբողջ ալյուրը միանգամից չենք ավելացնում, 100 գրամը մի կողմ ենք դնում խմորը հունցելու համար։ Ցանկացած խմորեղեն պատրաստելիս ալյուրը պետք է պարտադիր մաղել, որպեսզի այն հագենա թթվածնով։ Այդպես խմորեղենը ստացվում է ավելի փափուկ, ծակոտկեն և լավ է բարձրանում։ Երբ խմորը գդալով խառնելը դառնում է դժվար, աշխատանքային սեղանի վրա մի փոքր ալյուր ենք ցանում և հունցում ենք խմորը։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Խմորը արդեն պատրաստ է, ծածկում ենք և թողնում ենք հանգստանա մոտ 10-15 րոպե, այդ ընթացքում կպատրաստենք միջուկը։ 180 գրամ կատնաշոռի վրա ավելացնում ենք 3 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ ալյուր և 1 պտղունց վանիլին և այս ամենը պատարագաղի օգնությամբ մի լավ տրորում ենք։ Ինչպես տեսաք, խմորի մեջ շաքարավազ չենք օգտագործում։ Եթե քաղցրի սիրահար եք, ապա միջուկի մեջ կարող եք ավելացնել 4 ճաշի գդալ շաքարավազ։ Խմորը գրտնակում ենք 3-ից 4 մմ հաստությամբ և բաժանում ենք 12-ից 15 ուղղանկյունների։ Յուրաքանչյուր ուղղանկյան վրա դնում ենք 1 լիք թեյի գդալ միջուկ և գլանաձև փաթաթում ենք։ Ինչպես նշեցի, այս բաղադրատոմսով ստացվում է 12-ից 15 գլանակ։ Գլանակները թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Գլանակները մի փոքր ավելի քաղցրացնելու և գեղեցիկ տեսք հաղորդելու համար վրան ցանում ենք 1 ճաշի գդալ շաքարի փոշի։ Այսօր էլ այսպիսի կատնաշոռով պատրաստվող շատ համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։